Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եկել եք գլխավոր դատախազություն, նախընտրում եմ նշել դրդապատճառները, որոնք են։ Երևի ընթացքում հարցերին կպատասխանեմ, իսկ ամենաճիշտը փաստաթուղթն է, որը ներկայացրել եմ, դա մոտ 2 րոպե կտևի գլխավոր դատախազին, որը ընդունեց իր ներկայացուցիչը, դրանից բացի խոսեցին քիչ առաջ հասարակական կապերի վարչության պետի հետ, այդպես էլ ես հստակ չիմացա։ Ինձ համար ես եկել եմ փաստաթուղթ փոխանցելու, բայց եթե երեկվա պես արդարադատության նախարարի պես կամենա հանդիպել, ասացի, որ մի քանի րոպե դեռ այստեղ ենք։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին 21 նոյեմբերի 25 թվական։ Հարգելի տիկին դատախազ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ազատությունների դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի գործողությունների մասին իմ հաղորդմանը դուք չպատասխանեցիք։ Դա կրկնակի հանրագրերի մասին եւ կուսակցությունների մասին օրենքների կոպիտ խախտում է։ Միաժամանակ իմ դիմումի վերաբերյալ քաղաքացիների հարցումներին գլխավոր դատախազությունը պատասխանել է։ Ինձ մի քանի քաղաքացիներ ուղարկել են իրենց ստացած պատասխանը, հետեւյալն է։ Հայտնում եմ, որ դրանում, այսինքն գործառույցելու վերաբերյալ, դրանում նշվածի վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այդպես են գրում դատախազությունից, որի օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից։ Այսինքն ձախ ձեռքը մի բան է անում, այս ձեռքն ասում է լավ է սարը, սա առնվազն տարօրինակ է։ Օրինականությունը դատախազությունը պիտի ինչև է։ Դուք պարտավոր եք կատարել օրենքների պահանջը եւ դրանք չկատարելու համար պատասխանատվության վարույթ նախաձեռնել ցանկացած անձի վերաբերյալ, անկախ իր պաշտոնից կամ ձեր հանդեպ իր դրսևորած վերաբերմունքից։ Դուք եւ կոռուպցիոն հանցախմբի հանցանշաններ դրսևորող պաշտոնատար անձինք իրենց հակաօրինակեցվածքով հայ ժողովրդի անկախության պայքարի առաջնորդին ձևականորեն չեմ ասում, հենց այնպես չեմ ասում։ Հասցրիք նրան, որ անհրաժեշտ համարի բողոքի հնգորյա հացադուլ հայտարարել։ Որևէ հայ պետական պաշտոնյայի համար սա ամոթալի խարան պիտի համարվի։ Սա նախազգուշական քայլ է իմ կողմից եւ կարեւոր է ոչ այնքան ինձ, որքան ձեր եւ ձեր երեխաների համար։ Խոսքը շարքային օրինախախտման մասին չէ։ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը թերևս միակ իրավական ակտն է, որը երաշխավորում է գործունեություն ազգային պետութենական իրականացնելու, ոչ ընդհանրապես գործունեություն, այլ քաղաքական գործունեություն իրականացնելու ազգային պետութենական ազատություն։ Այսինքն միակ դեպքն է, երբ նշվում է ազատության մասին։ Այս դրույթն օրենքում ավելացվել է ձեզ պաշտոնի նշանակած քաղաքական ուժի օրոք։ Նշեմ, որ դա 22 թվականին է տեղի ունեցել։ Զարմանալի է, որ հարկ են համարել օրենքում այդպիսի դրական փոփոխություն կատարել, բայց իրենք էլ խախտում են։ Բոլոր ազգերի համար բարձրագույն արժեք է ազատությունը։ Մեր գլխավոր գաղափարի հիմքում է այդ մեր ազգային հիմներքի, օրհներքի հիմքում է այդ գաղափարը, բայց Երանի, որ յուրազգին ազատության կզոհվի, այսինքն չի ասվում, բայց Երանի, որ խաղաղության կզոհվի, կուշտ ապրելու կզոհվի կամ թշնամուն հաճոյանալու, այլ ազատության։ Հիմա այդ ազատությունը երաշխավորող դրույթը հենց իրենք էլ ոտնահարում են իշխանավորները։ Խախտելով այդ կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները եւ չքննարկելով ավելի քան 7 անգամ կառավարությանը նրա ենթակառույցներին փոխանցած մեր հանրագրերը, իշխանությունները չարաշահել են իրենց ունեցած իշխանությունը եւ շատ մեծ վնասներ պատճառել մեր պետությանը, մասնավորապես նյութական վնասները, որոնց մասին ես խոսում եմ մշտապես, ապօրինի տրված վարձատրությունները։ Իսկ դուք, տիկին դատախազ, կասկածյալներին կարգի հրավերելու փոխարեն զբաղված եք նրանց հովանավորությամբ։ Կարծում եմ ինձից լավ եք հասկանում, որ դա նշանակում է, որ դուք հանցակից եք դառնում։ Ես ինձ համար ոչինչ չեմ ուզում։ Առաջարկ սահմանադրության հայեցակարգ ու նախագիծ եմ ներկայացրել, որ Հայաստանի քաղաքացին, այդ թվում ձեր երեխաները, իրապես իրենց երկրի տերը դառնան։
որ Հայաստանը դառնա անառարկելիորեն աշխարհի ամենաժողովրդավարական եւ աշխարհի մյուս բոլոր ազգերի համար օրինակելի երկիր, որ Հայաստանին անունը տալիս բոլորն ասեն բացարձակ ժողովրդավարության երկիրն է։ Դուք եւ այն իշխանական խումբը, որը զբաղված է այս պատրաստի նախաձեռնությունը անհայացնելու փորձով, որին դուք եւ ձեր հովանավորությամբ դուք ձեր հովանավորության տակ եք վերցրել, ի՞նչն է կատարում նորովեք դեմ Հայաստանի Հանրապետության 16 քաղաքական ուժերի աջակցության նաժանացած այս ազգուկուտ եւ քաղաքակրթական նախաձեռնության կայացմանը։ Եվ այդ ինչն է, որ ձեզ տրամադրում է օրենքները մոռանալով ներուժային հանցագործ դառնալ, պոտենցիալ հանցագործ դառնալ։ Դուք միակ պաշտոնատարն եք, ով ունի լիազորություն դադարեցնել այս հանցավոր գործընթացը։ Իսկապես միակն է, որովհետև օրենքների կատարման հարցում վերահսկողությունը դատախազն է իրականացնում։ Ինչը չանել, այսինքն չկանխել այս բացասական գործընթացը, նշանակում է դուք նաև ձեր անձի համար անփառունակ ապագա եք նախապատրաստում։ Հարգանքով Պարույր Հայրիկյան, այմ նախագահ։ Պարոն Հայրիկյան, ձեր կարծիքով ինչու դատախազը ձեզ այսօր չընդունեց։ Ես դատախազի հետ ընդունելության համար պիտի մի շաբաթ առաջ պայմանավորվեի, ես այդտեղ չարակամություն չեմ տեսնում, որովհետև կարգ կա։ Ես այսօր պարզապես տեղեկացրել եմ, որ այս ժամին գալու եմ, հանձնելու եմ փաստաթուղթ։ Ինչպես ասում են, աչքս ջուր չի կտրել, որ ես դատախազու հետ հանդիպեմ մարդու հետ, ում ես այդ ինքը պիտի ցանկանար, որ ինչպես արդարադատության նախարարն արեց, որ իմ մարդկային անհատական վերաբերմունքը փոխվեր իր նկատմամբ։ Ես իրեն ասում եմ, դու հանցագործություն ես կատարել, այնպես որ ինչպես պիտի ձգտեմ հանցագործություն կատարողի հետ, կամարել ես գործողությունները, որոնք մոտ են հանցագործությանը, հանդիպել։ Բայց այդ հնարավորությունը տվել էի, որ եթե ինքը կամենում է ինչ-որ բաներ բացատրի, եթե ոչ, ես գիտեմ իմ ճիշտը եւ ճշտովերը վարում եմ։ Իսկ ինչ սպասելիքներ ունեք առհասարակ։ Ընդհանրապես այս բոլոր ինչ որ անում եմ, ներառյալ նաեւ հնգորիա հացադուլը, որը արդեն այսօր այս պահից սկսել եմ աստիճանաբար դադարեցնել, որ ասեմ հարավոր սխալ կլինի, շատ մարդիկ են զանգահարում, խնդրում, բայց հարցը դա չէ։ Ես ժամկետը նախապես չէի հայտարարել, որպեսզի տեսնեմ, թե սա ինչ ընթացք է ստանում։ Ի վերջո սա նախազգուշական բողոքի գործողություն էր եւ ինչպես տեսա գրեցի, որ այն հայ մարդը, որ պետական պաշտոնյա է եւ ստիպում է իր արարքով անկախության պայքարի առաջնորդին ոչ երիտասարդ տարիքում հնգորիա բողոքի հացադուլ անել, նա իր վրա խարան դրեց, ամոթի խարան։ Իսկ ընդհանրապես սա վերջին քայլը չի։ Ես եւս մեկ անգամ ներկայացնում եմ իրենց ուշադրությունը հրավիրում խնդրի վրա, նաեւ հանրությանն եմ ներկայացնում։ Մնացյալը մենք աշխատում ենք ու կշարունակենք աշխատել։ Իմ հիմնական ակնկալիքը անել այն, ինչ պարտավոր եմ անել։ Պարոն Հայրիկյան, այսօրվա դրությամբ Հայաստանում քաղբանտարկյալների թիվը գնալով շատանում է, անգամ առաջին կին քաղբանտարկյալը կա, սակայն որևէ կառույցից որևէ կերպ ուշադրություն չեն դարձնում։ Ըստ ձեզ, ինչու պետք է հենց ձեր խնդրին ուշադրություն դարձնել մնացածը տեսելու։ Որովհետև շատերը նշում են, որ այսօր քաղբանտարկյալների թեման առաջնային է Հայաստանի Հանրապետությունում։ Դե նրանք, ովքեր քաղբանտարկյալներ ունեն մտերիմ, նրանց կարող է այդպես թվալ, բայց քաղբանտարկյալ կա, որովհետև չկա ազատություն։ Ես խոսում եմ ազատության մասին, եւ այդ ազատությունը օրենքով ամրագրված է հենց ազատություն եզրով։ Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հիմա Հայաստանն ավելի քան երբևէ ազատ է, անկախ է եւ ժողովրդավար։ Ներողություն տվեցիք մի մարդու անուն, որին ես մեղադրում եմ կոռուպցիոն հանցագործության մեջ։ Երբեք թեկուզ եթե նա պաշտոն է զբաղեցնում, երբեք ինձ համար հիմք չի կարող հանդիսանալ կոռուպցիոն հանցագործության մեջ կասկածվող անձի խոսքը։ Նա իրեն պաշտպանելու համար ինչ ապուշություն ասես դուրս է տալիս։ Բայց ինչի հիմա իր ճակատին չի գրած դուխով։ Գրում էր, չէ՞, դուխով։ Հիմա չի գրում։ Ուրեմն անում է բաներ, որոնցից շատ խորը չի հասկանում։ Ինչի էր երեխայի պես ճղճղում Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Հետո էլ ասեց Արցախ գոյություն չունի։ Մենք խոսում ենք այնպիսի մարդու հետ, որ եթե 10 լավ բան էլ արել է, 100 վատ բան է արել, այնպես որ ինքը ինչ ուզես կասի։ Հաջորդիվ ձեր քայլերի մասին խոսելով ինչ եք պատրաստվում անել։ Ուրեմն սա, ինչպես նկատեցիք, համարեցի նախազգուշական գործողությունների ամփոփում այս փուլում։ Ամսի 5-ին ես նամակ եմ տվել Նիկոլ Փաշինյանին, նախազգուշացնելով նաև, որ այդ նամակին օրենքով նախատեսված
արձագանքը չկիրառելու դեպքում ինքը արդեն ամրագրում է, որ այո, ինքը ճանաչում է, որ ինքը ընդունում է, որ ինքը կոռուպցիոն հանցագործ է։ Երբ որևէ մեկը ընդունում է, երբ հանրության համար դա ակնհայտ է դառնում, այ քաղաքականավորներ ինչու ունենք, որովհետև կոռուպցիոն հանցագործ է իշխանության, եւ այդ կոռուպցիոն հանցագործը ուզում է իր իշխանությունը երկար պահպանել։ Երեք ես մասնակցեցի այստեղ ստույգով էր կազմակերպել, չգիտեմ, բայց այդ քաղաքականավորների առկայության վերաբերյալ միջոցառմանը մասնակցեցի եւ մի էսպիսի կարեւոր իրողություն կա։ Ինչ է նշանակում խոսքի համար մարդուն անմիջապես կալանավորել։ Անկամ եթե դա ծանր խոսք է, դու այդ մարդուն կարող ես ենթարկել պատասխանատվության եւ հասցնել մինչեւ դատարան առանց ամենավերջին խափանման միջոցը կիրառելու, որը միայն խափանման միջոց չէ, դա ծանր պատիժ է մարդուն ընտանիքի զրկելու։ Դա արդեն ցույց է տալիս, որ մենք գործ ունենք հայկական Ալիևի, հայկական Լուկաշենկոյի հետ։ Դա բոլորիս համար պիտի ահազանգ լինի։ Եվ հիմա հանրային քննարկումներ են ընթանում բազմաթիվ։ Ես ինչ որտեղ այս գործի նկատմամբ ազգային համագործակցության կլոր սեղանի վերաբերմունքը տեսնելով մտածեցի, որ արժի, որ ես ավելի խորը ցույց տամ, թե ինչ է կատարվում։ Հետո ի վերջո պարտավոր եմ։ Այս հայրենիքը ստեղծվել է իմ առաջնորդությամբ։ Առանց ձևականությունների եմ դա ասում, 1968 թվականից 17 տարեկանում սկսել եմ, լինելով երիտասարդական կառույցների ղեկավարը 68 թվականին արդեն դարձել եմ ազգային միացյալ կուսակցության ղեկավարը, փոխարինելով բանդ գնացած ընկերներիս, ավագ ընկերներիս, եւ այդպես շարունակել մինչեւ 21 թվականի անկախության հանրաքվեն։ Հիմա ես պատասխանատվություն եմ կրում իմ հայրենակիցների առաջ, ով ինչ ասի, ինչ կանի, ես պարտավոր եմ, այն մարդիկ, որ ինձ հավատացել են, սկզբից 5 հոգի միայն, 4 հոգի սկզբից հրապարակավ աշխատելու, հետո արդեն հազարներ, հետո արդեն անկախության հանրաքվե 2.400.000 մարդ։ Այդ մարդիկ ինձ են չի հավատացել։ Եվ որևէ մեկ ինչ էլ որ պորոտախոսի, ինչքան էլ գումար ծախսի համոզելու, որ ինքը մի բացառիկ կերպար է, բոլորն էլ գլուխները կախ ընդունում են, որ այո, ունեցել ենք ազգային ազատագրական պայքարի առաջնորդ։ Շատ քիչ ազգերի էսպիսի բախտ վիճակվում։ Հիմա ես որ կամ ոչ թե դա պետք է համարեմ մեծ ուրախություն ինձ համար, այլ պիտի համարեմ հնարավորություն օգտակար լինելու ժողովրդից։ Իսկ այնինչ ես հիմնականում անում եմ ինձ հետ իմ գործընկերները, այմականները եւ այլ քաղաքական ուժեր, դա մի բան է, որը քաղաքակրթական նշանակություն ունի։ Հայաստանը դարձնել աշխարհի ամենաժողովրդավարական եւ օրինակելի երկիրը ու սկզբունքներով հենց այնպես խոսքեր չեն սրանք նույնիսկ մաթեմատիկական բանաձև են պատրաստել դրա համար այնպես որ պարտավոր եմ անել այն ինչ որ կարող եմ։ Պարոն Հայրիկյան, դուք ներկայացրեցիք ձեր կողմից ներկայացված խնդիրը, թե դատախազությանը, թե այլ գերատեսչությունների, սրան գումարենք թե քաղբանտարկյալների առկայությունը եւ թե այլ բազմաթիվ խնդիրներ, ինչ եք կարծում 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի վերարտադրվելու։ Որևէ իշխանավոր նախնական փուլում միշտ ունենում է ավելի ձայներ, քան ընդդիմության առանձին ճյուղերը։ Ես օրինակներով ասեմ, որովհետև գիտականորեն եմ ուսումնասիրել եւ 96 թվականը ես գիտական մոտեցումների հիմքի վրա եմ պատրաստել։ 96 թվականի ընտրություններից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ահագին դժգոհություն կար, բայց ոչ այսքան կար։ Բայց երբ մենք հարցումներ արեցինք, ստացանք Լևոն Տեր-Պետրոսյանը ստանալու է 60%, Հայրիկյանը, Վազգեն Մանուկյանը 10%, Դաշնակցությունը թե որևէ մեկի դների 7-ից 10% եւ Կոմունկուսի Բադալյանը մոտավորապես 20%։ Եվ նույն հարցաթերթիկի վրա հարց կար, իսկ եթե այս ուժերը միավորվեն եւ միասին հանդես գան, առանց Բադալյանի են գրել, զարմանալի բաներ ակնհայտ դառնում, նույն մարդիկ, ասենք նույն հարցերի պատասխան տվողները 60%-ը դառնում էր Լևոն Տեր-Պետրոսյանի համար 30-35%, որովհետեւ շատ մարդիկ ոչ այնքան խորհում են այն բանի մասին, թե սա է ճիշտ կամ նա է ճիշտ, այլ ասում են ես այնքան ժամանակ չունեմ, բայց եթե իրար հետ միավորվեցին, ուրեմն սրանք ճիշտ են, սրանք լավն են ուզում, դա նվազագույն է։ Բացի այդ այնտեղ համատեղ աշխատելու արդյունավետությունը կա, հնարավոր է փոխել, բայց ես կարծում եմ, որ մենք դա պետք է անենք հիմա։ Այս գործի հիմքում ընկած է մի շատ առարկայական այսօրվան վերաբերող խնդիր։ Ուզեն չուզեն, պիտի ընթացք տան սրան։ Եթե ընթացք չտան, արդեն ընդունել են, որ իրենք հանցագործ են։ Իսկ եթե ընթացք տվեցին, գիտեք 10 օր կարող ես ասել հանցագործ չեմ, մեղավոր չեմ, ի վերջո տեսնում ես, որ դու քո ճակատագիրը դառնացնում ես։ Հանձնաժողովը պիտի սկսի քննարկել, որ քննարկել չի կարող չընդունել, որովհետև այն ինչ որ ասում եմ, միայն մի հոգի ամբողջ աշխարհում պատկերացրեք, ասել որ լավ չի, հետո տեսել եմ, որ ինքը այդ հարցում սակավամիտ է։
Չգիտի ինչի մասն է խոսքը։ Մարդը կարծում է, թե պարլամենտականների իրավահավասարությունն է սահմանադրականության գլխավոր պահանջը։ Այնինչ քաղաքացիների իրավահավասարությունն է գլխավորը։ Ուրիշ առարկություն չի եղել ու չի կարող լինել, որովհետև սա իմը չի այլ վերևից է տրված, եւ դա ինչ է նշանակում 2-3 ամսում ունենում ենք նոր սահմանադրություն, առանձին վարչապետի ընտրություններ, առանձին ազգային ժողովի ընտրություններ, նոր սահմանադրությամբ, որտեղ ոչ մի ընտրողի ձայն դուրս չի մնա, ինչպես էս բարիորներով սարքում են։ Ու մենք կապրենք բոլորովին այլ կյանքով, որտեղ իսկապես քաղաքացին կդառնա երկրի տերը։